Երեխեք ջան, ժողովուրդը թրջվում են արդեն, սպասեք, ծապերը ողջունենք մեր դոլարը երեխաներին, բերք խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ բոլորիդ։ Ես հիշում եմ այն ժամանակները, երբ որ Բերդում, Բերդ խոշորացված համայնքում խոսքեր գնում նրա մասին, որ Բերդը իրավունք ունի ճանապարհ ունենալ եւ անվտանգ ճանապարհ ունենալ։ Այսօր Բերդ խոշորացված համայնքը ունի 3 ճանապարհ, որոնց երկուսը նոր է։ Մենք ձեզ համար կառուցել ենք Տթուջուր Նավուր ճանապարհը եւ մենք ձեզ համար կառուցել ենք Գանձակար Իծակար ճանապարհը եւ մենք այնպես ենք արել, որ Պարավակար այգեհովիտ գծով գնալ գալիս որևէ մտավախություն եւ մտահոգություն չունենաք։ Եվ ես այդ առիթով բոլորիդ շնորհավորում եմ, որովհետեւ Եվ այդ ճանապարհները ոչ թե այլևս անվտանգության մասին են, այլ այդ ճանապարհները տնտեսության մասին են, զարգացման մասին են, որովհետև այդ ճանապարհները ես համոզված եմ հազարավոր զբոսաշրջիկներ են բերելու դեպի Բերդ։ Այսօր ամեն անգամ ես այդտեղով անտարբեր չեմ կարողանում անցնեմ, այսօր էլ ենք կանգ առել Հախոմի կամրջի մոտ, Կրթության նախարարությունը արդեն մրցույթը հայտարարել է եւ առաջիկայում Հախոմ պատմական կամուրջը կնորոգվի, կվերականգնվի պատմական ստանդարտներին համապատասխան կլուսավորվի եւ գիտեք որ այնտեղ կամուրջը դրվել մետաղի եւ երկրորդ կամուրջն էլ կդրվի որպեսզի որևէ այսինքն պատմամշակութային հուշարձանի որևէ բան չսպառնա։ Հաջորդիվ ես տեսա որ Նավուրից էլ մարդիկ կան, նախորդ անգամ մենք երբ որ եկել էինք քարոզարշավից առաջ էր, ես ասացի որ ճանապարհի կառուցումը կսկսվի եւ ճանապարհի կառուցումը այսօր արդեն Նավուրից մինչև Բերդ, ես այն ժամանակ չգիտեի որ այդքան երկար է, բայց 11 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է կառուցվում ու ես եթե ճիշտ եմ հասկանում, ուրեմն մեր գործընկերները Եթե ճիշտ եմ հասկանում, այսինքն այդ ճանապարհը Խաչմերուկից մինչև Բերդ գալու է եւ հիմնական ճանապարհային երակները արդեն լրիվ լինելու են նորմալ վիճակի։ Իդեպ մենք նախատեսում ենք նաեւ
Տավուշ այգեհովիտ գծի ճանապարհը նաև այնտեղ միջին նորոգում անենք, այսինքն Բերդ խոշորացված համայնքի հետ կապված ճանապարհային որևէ խնդիր այլևս չի լինելու։ Ժողովուրդ ջան, երեք զորահանդեսը նայել եք, ո՞վ է նայել զորահանդեսը։ Եվ Բերդը այսքան ժամանակ իհարկե անընդհատ զենքի ժողովուրդ ինչ անենք։ Ես խնդիր չունեմ, դուք եք թրջվելու։ Ուրեմն ես ուզում եմ ձեզ շնորհավորեմ Հայաստանի Հանրապետության նոր բանակի առիթով, որովհետև այն ինչ որ դուք երեք տեսաք, դա բացարձակապես նոր բանակ էր։ Այնտեղ չկար որևէ մի բան, որ ուրիշը օգտագործել է եւ հետո փոխանցել է մեզ։ Այնտեղ ամբողջը նոր գործարանային արտադրությամբ արտադրված էր կամ հատուկ Հայաստանի Հանրապետության համար կամ արտադրված էր Հայաստանի Հանրապետությունով։ Եվ ես այդ առիթով բոլորիդ շնորհավորում եմ։ Բայց ժողովուրդ լավ կարճ եմ կապում, սա ձեզ չեմ թրջելու։ Բայց այս պատմության, այս ընտրությունների ամենակարևոր բանը, ամենակարևոր հարցը, որին պետք է պատասխան տա ընտրությունը, հետևյալն է. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնում է, թե տեր չի կանգնում։ Եվ իմ խնդրանքը, կոչը եւ հորդորնա ձեզ եւ յուրաքանչյուրի ով, բայց Բերդի ժողովուրդը լավ գիտի խաղաղության գինը։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո է, որ այգեպարի, Մովսեսի, Չինարի մեր ժողովուրդը կրակոտ չի լսում։ 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր ունենք։ Եվ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ խաղաղության առիթով, դա մեր ամենամեծ ձեռքբերումն է։ Եվ նաև բոլորիդ կոչ եմ անում, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնանք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ են քվեարկում 16-ին, որտեղ ժողովուրդ ջան, սա պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, սա պայքարա հանուն պետության, սա պայքարա հանուն անկախության, սա պայքարա հանուն ապագայի, սա պայքարա հանուն խաղաղության։ Եվ ես ձեզ մի հետևյալ հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրեմ։ Այսօր ընտրություններին մասնակցում են մարդիկ, եւ ես նկատի ունեմ հատկապես պատերազմի եռագլուխ կուսակցությունը, որ իրանք ընդամենը 9 տարի առաջ Հայաստանում որոշում էին, իրանք մարդկանց ճակատագրեր էին որոշում էին ով բիզնես անի, ով չանի, ով արտահանի, ով ներմուծի, ով իրան լավ զգա, ով իրան լավ չզգա, ընդհուպ մարդկանց ճակատագրեր էին այդ մարդիկ որոշում, բայց իրանք այսօրվա Հայաստանում, իրանք բացարձակապես ոչ մի բան չեն որոշում, իրանք ոչ կարան, նախկինում մեկը ասում էր ես միակ տղամարդ եմ, այն մյուսը ասում էր ես հզոր ամենազոր եմ, այն մյուսը ասում էր ես ուժեղ եմ, այսօր իրանցից ոչ մեկը ոչ ուժեղ է, ոչ ամենազոր է, ոչ էլ որոշող է, այսօր նախկինում իրանց մարդկանց ճակատագրեր էին որոշում, բայց այսօր իրանք որևէ բան չեն որոշում, ընդհանրապես որևէ բան, իսկ իրանք ճակատագրերը դուք եք որոշում, որովհետև Հայաստանում այսօր ուժեղն էլ, հզորն էլ, որոշողն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, այսինքն դուք եք միակ որոշողը, եւ ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը շատ հստակ արձանագրի մի կարևորագույն բան, որ պետության ապագան, խաղաղության ապագան, անկախության ապագան, ընտրությունների ելքը, ով կլինի վարչապետ ընտրությունների արդյունքում, այդ
կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, պատկերացնում եք, այս շատ կարևոր նրբություն է, եւ մենք բոլորս պետք է առերեսվենք այդ նրբության հետ, որ այս ընտրությունների ելքը որոշում է մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 18 կաս, որ դու ես այդ մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 դու հասկանում ես, որ դու ամենահզորն ես, դու ամենակարողն ես, երեք 9 տարի առաջ այդ հաստավիզ օլիգարխները մտածում էին, որ քո ճակատագիրը կարան որոշեն, բայց այսօր դու ես որոշում իրանց ճակատագիրը, դու ես որոշում իրանց ճակատագիրը, դու ես որոշում, թե ինչ կլինի իրանց հետ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը, ով այրեն համարում այդ մեկ մարդը, թող ձեր բարձացնի, ով այրեն համարում, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Բերդին, Տավուշին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Դեվեր Ժորժ ջան, գնացեք չայ խմեք, որ չմրսեք։ Երեխեք դուք էլ գնացեք արագտուն թեյ խմեք, որ չմրսեք։ Իսկականից եմ ասում։ Իհարկե, Բերդի անձրևը մաստարայի անձրևի համեմատ բանա, որ տենդ է համ ցուրտ էր, համ անձրև էր։ Ստեղ տակա եւ անձրևա եւ նույնիսկ հաճելի է։ Հա, իմիջայլոտ ասեմ, հիշում եք, որ ես խոստացել եմ, որ Բերդում մարզական կենտրոնը կառուցվելու, նոր ճանապարհին նախարարի հետ խոսացի, ասի ինչա, նախագիծը կա, պատրաստ է եւ առաջիկայում մենք մրցույթը կհայտարարվի եւ մարզական կենտրոնի շինարարությունը կսկսվի։ Մնացածն էլ ինչ արել ենք Ժորժ ջան եւ ինչ չենք արել, դուք ամեն ինչ գիտեք, բայց էլի եմ ասում, այն որ ես արդեն 8 տարի է Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, դա գիտեք ինչ է նշանակում, դա նշանակում է, որ որոշողը դուք եք, ես վարչապետի կարգավիճակում ընդամենը վկայությունն եմ այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը Իրանից մեկին, որովհետեւ դե այնուամենայնիվ այո ասել եմ շատ վարչապետեր եւ տեխնացուներ, բայց մեկը պետք է լինի, որ այդ աշխատանքում աշխատի։ Ինչի եմ ես 8 տարի վարչապետ, որովհետեւ դուք որպես բարձրագույն իշխանություն ինձ ընտրել եք վարչապետ եւ դուք, ես ասում եմ ժողովուրդը տերն է, ես ծառան եմ, դուք ինչ որոշեք, ես հնազանդ ձեր որոշման կատարողն եմ, բայց նաեւ որպես Հայաստանի Հանրապետությունը 8 տարի առաջնորդած եւ Հայաստանը պատերազմի փակուղուց խաղաղության խաչմերուկի շեմին ձեր աջակցությամբ հասցրած մարդ, ես էլի ու էլի ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Բերդին, Տավուշին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Լավ եք Ժորժ ջան։
Դրավար չգնացեք, չայ խմեք, շնորհսեք։ Շնորհակալ եմ։ Երեխեք դել ձեզ չեմ պահում, մի անգամից գնում ենք։ Մեր հաջորդ կետը ներքին կարմիր, վերին կարմիր աղբյուր գնաց։ Պարոն Փաշինյան, եկեք ճանապարհը բաղեցեք,
Մեր անձնևի տակ սիրում ենք բոլորը։